Երբ որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական օրակարգով եկավ, այդ ժամանակ էլ չէ, ինքը ասում էր մինչև իրենց հայտնությունը պիտի բոլորը մոռանան իրենց կյանքը, իրենց նախկին ապրուստը եւ ասեն, որ իրենց կյանքը սկսվել է 2018-ից հետո։ Այդ հայտնի սև ու սպիտակի բաժանումը, այսինքն մինչև 18 թվականով ապրել էր, ինքը սև էր, 18-ից հետո նոր կյանք մտածները կամ ոչինչ չունեցածները, որ հետո պիտի նոր ինչ որ բանի տեր դառնային, իրենք նոր համարվում էին սպիտակ եւ այս իմաստով ես կարծում եմ իրական Հայաստանի գաղափարախոսությունը դա Հայաստանը բաժանելն է Նիկոլ Փաշինյանի համակիրների եւ Նիկոլ Փաշինյանին մերժողների։ Ընդհանրապես սրա մասին կարող է խոսք գնալ։ Եվ այս ամբողջ ներկապնակում նրանք ընթացած փող իհարկե ստիպում են կամ պարտադրում են իրենց դեպքում երևի իրենց բառերով ասած մոտիվացնում են, որ մենք մոռանանք մեր անցյալը, մոռանանք մեր պատմությունը, մոռանանք ինչից ենք սկսել, ինչպես է ձևավորվել մեր երկիրը եւ Հայաստանի անկյունաքարային փաստաթղթը, երբ որ Հայաստանի գոյության ու պատմությունից ու ընդհանրապես մեր սահմանադրությունից իրենք ուզում են հեռացնել, իսկ իրենք դա խոստացել են դա 2027 թվականին անել, անկախության հռչակագրի հղումը հանելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից եւ նոր սահմանադրություն ընդունելով Իլհամ Ալիևի պահանջով, սա նշանակում է, որ մենք ուղղակի պիտի ջնջենք մեր պատմությունը եւ սկսենք զերոյից։ Այ ոնց ենք ստեղծվել, ինչ լեգենդ պիտի պատմեն այդ հայ ժողովուրդը, ոնց է միամիտ հավաքվել ստեղ, ոնց է այս երկիրը ձևավորվել, այս արդեն էական չի։ Նիկոլ Փաշինյանի հայտնությունը հավասար է Հայաստանի Հանրապետության մնացածը անցյալ են, մնացածը անցյալ են, հին են, ժամանակակից չեն եւ ստացվում է, որ մենք ուղղակի տենց օդից ընկած ժողովուրդ ենք։